Ըստ խնդրի կատվի երկու ամենաթեթև ձագերի քաշերի գումարը 80 գրամ է, իսկ 4 ամենածանր ձագերի քաշերի գումարը 200 գրամ է։ Պահանջվում է գտնել քանի ձագ ունի կատուն, եթե նրա բոլոր ձագերի քաշերի գումարը 500 գրամ է։ Շատ լավ, ինչ կարող ենք անել այս խնդրի լուծման համար։ Դե, տեսեք, նախ առաջին բանը, որ կարելի է եզրակացնել, դա այն է, որ այլ ձագեր կատուն ունի։ Շատ տրամաբանական է, շատ պարզ է միգուցե միտքը հնչում, բայց հենց այն փաստը, որ երկու ամենաթեթևների գումարը 80 գրամ է, քաշերի գումարը, եւ 4 ամենածանրներին է 200 գրամ, նրանց գումարը քաշերի ընդհանուր 280 գրամ է։ Եվ գիտենք, որ բոլոր ձագերի քաշերի գումարը 500 գրամ է, ուստի հենց այդ 6 ձագերը մեզ մոտ ոչ մի ձև չեն հասնում 500 գրամի իրենց քաշով։ Հետևաբար այլ ձագեր մենք հաստատ ունենք։ Դա առաջին միտքն է, որ պետք է գա մեզ մոտ, հստակեցվի այդ նախադասությունը, այսինքն այնպես չէ, որ մեզ մոտ ինչ-որ ձագ կամ համընկնի, այս երկու ամենաթեթևներից մեկը, 4 ամենածանրներից ինչ-որ մեկը լինի կամ առհասարակ չհամընկնի, այսինքն մենք 6-ից ավել ձագ ունենք հաստատ։ Դա լավ միտք է եւ դա անհրաժեշտ է գրել ինչ-որ ձև ու հետո արդեն սկսել հետագա եզրակացությունները անել։ Այսինքն եկեք նշենք այսպես, քանի որ 80 գումարած 200-ը, ինքն այդ զանգվածների գումարը 280 գրամ է, որը ակնհայտ փոքր է 500 գրամից, հետևում է, որ ձագերը 6-ից շատ են։ Ինքն այլ ձագեր կան եւ նրանց գտնելը, նրանց փնտրելը դրամաբանական է։ Շատ լավ, հիմա մենք մեկնաբանեցինք, թե ինչու կարող ենք այլ ձագեր սկսել փնտրել ու արդեն անցնում ենք այդ գործին։ Թեթևներին անուններ տանք կամ եկեք իրենց զանգվածներով հենց նշենք այստեղ։ Եվ եկեք այսպես առանձնացնենք, թող լինի A զանգվածով ամենաթեթև կատվի ձագը, B զանգվածով երկրորդ ամենաթեթևը։ Ահա, թեթևներ այս հատվածում։ Հետո այստեղ ինչ-որ միջակայքում միջիններն են, մենք չգիտենք նրանք քանիսն են, բայց գիտենք, որ միջինների զանգվածը մեզ մոտ ավելի մեծ է լինելու, քան թեթևներից, ահա այս B-ի զանգվածից։ Կարող ենք հավասար այստեղ ինչ-որ ձև միգուցե հավասարություն տեղի ունենա, որ իմաստով։ Հիմա երբ միջինները ավարտում ենք եւ գալիս ենք արդեն ծանրները, ահա, այստեղ մեզ մոտ ձագերը 4-ն են։ Թող լինի D ձագը, D, E եւ F զանգվածներով ձագերը, սրանք համապատասխան զանգվածներն են։ Նկատենք, որ F-ը ամենածանր ձագն է դառնում, F զանգված ունեցողը, իսկ A զանգված ունեցողը ամենաթեթևը։ Եվ դե իհարկե միջինների մեջ ամենածանրի զանգվածը փոքր կամ հավասար է ծանրների ամենաթեթևի զանգվածից, այսինքն այս C-ից։ Այսինքն մեր հարմարության համար մենք որոշեցինք ըստ զանգվածների աճման կարգով դասավորենք ձագերին։ Ունենք ամենաթեթև, հաջորդ ամենաթեթև, միջինները, դրանից հետո ամենածանրները հետևյալ կերպ, սա մեզ ուղղակի հստակություն կտա խնդրի լուծման համար։ Հիմա գիտենք, որ այս երկուսը իրար հետ 80 գրամ են։ Ահա, այստեղ մեջտեղում ինչ-որ բաներ ունենք եւ ահա այստեղ է 200 գրամ ծանրները։ Ու գիտենք նաեւ, որ բոլորը մեզ մոտ 500 գրամ են։ Ահա, շատ լավ, հիմա 500 գրամ են, գիտենք, որ 200 գրամ ծանրներն են, 80 գրամ ծանրներն են, կներեք թեթևներն են, հետևաբար միջինները կլինեն 500-ից հանած այդ երկուսի գումարը, այդ 280-ը։ Ինքն միջինների ընդհանուր զանգվածը մեզ մոտ 220 գրամ է։ Իսկ հիմա ինչպես կարող ենք մենք ձագերի քանակների վրա արդեն եզրակացություններ անել, չէ՞ որ այս պահին մենք դեռ զանգվածների վերաբերյալ ինչ-որ տվյալներ ունենք եւ այն էլ ամենահստակը չեն։ Այս բանը մենք ուղղակի գիտենք, որ իրար հետ են։ Շատ լավ։ Տեսեք, որ այստեղ ընդհանուր զանգվածից ելնելով այս երկուսի, մենք կարող ենք եզրակացություն անել այս թեթևներից ծանրի վերաբերյալ, B-ի վերաբերյալ հստակ կարող ենք որևէ եզրակացություն անել։ Այսինքն մենք կարող ենք մոտավոր հասկանալ, թե նրա զանգվածը ինչպիսին կլինի։ Շատ լավ։ Եվ դա ինչպես կարող ենք անել։ Տեսեք, եթե մեզ մոտ B-ի զանգվածը B-ն
փոքր լինի 40-ից, կստացվի, որ ան փոքր կամ հավասար է b, որն էլ իր հերթին փոքր է 40։ Եվ այս երկուսի գումարը, a-ի և b-ի գումարը, դե b-ն փոքր է 40-ից ակնհայտ, ան նույնպես փոքր է 40-ից, տեսեք։ Փոքր կլինի 80-ից և կգանք հակասության այստեղ։ Այսինքն b-ն 40-ից փոքր լինել չի կարող, ուստի հստակ մեծ կամ հավասար է 40-ից։ Եվ նկատենք, եթե b-ն լինի 40, ան նույնպես 40, այսինքն այդ իրավիճակը մենք նույնպես չենք բացառում։ Հետևաբար մեզ մոտ թեթևներից այս երկու թեթևներից ծանրի զանգվածը 40-ից մեծ կամ հավասար է։ Շատ լավ, ինչն էլ նշանակում է, որ մենք միջինների համար նույնպես ներքևից սահման ունենք։ Այստեղից հետևում է, որ միջինների զանգվածը մեծ կամ հավասար է 40 գրամ։ Միջինների զանգվածի համար էլ ստացանք սահման 40 գրամից մեծ կամ հավասար է։ Շատ լավ, իսկ սրանից հետո ինչ կարող ենք անել։ Դե իրականում մենք կարող ենք նաև մի եզրակացություն էլ անել վերևից, ինչ որ ձև գնահատելով։ Եվ դա արդեն սրանից օգտվելով կարող ենք անել, եթե 200 գրամ է և եթե այս ամենածանրներից ամենաթեթևը մեզ մոտ։ Տեսեք, միջինացնում ենք։ Այստեղ բաժանել ենք 2-ի, իսկ այստեղ կվերցնենք և կբաժանենք 4-ի, ու եթե մեզ մոտ ամենափոքր զանգվածովը 50-ից մեծ զանգված ունենա, կնշանակի, որ յուրաքանչյուրը 50-ից մեծ է, այսինքն ընդհանուր 200-ից են մեծ։ Նույն բանն ենք անում ուղղակի հակառակ տեսքով։ Եվ տեսեք, եթե ևս մեկ անգամ գրելով ցույց տանք, եթե c-ն մեծ լինի 50 գրամից, կհետևի, որ բոլորն են մեծ, այսինքն c գումարած d գումարած e և գումարած f զանգվածները մեզ մոտ 50 անգամ 4-ից մեծ կլինի, այսինքն 200 գրամից մեծ կլինի։ Ուստի հստակ կարող ենք ասել, որ c-ի զանգվածը փոքր կամ հավասար է 50 գրամից։ Նրանից մեծ լինել չի կարող, որովհետև եթե c-ն մեծ է 50-ից, d-ն նույնպես մեծ է, e-ն նույնպես մեծ է և f-ը նույնպես մեծ է։ Նրանց գումարայինն էլ 200-ից մեծ է, ինչը մեզ չի բավարարում։ Ստացանք, որ այս սահմանները օգտագործելով մենք միջիններից յուրաքանչյուրի զանգվածի վերաբերյալ եզրակացություն ունենք, որ միջինների զանգվածը 40 գրամից մեծ կամ հավասար է և 50 գրամից փոքր կամ հավասար է։ Դե հիմա եկեք հասկանանք, թե այդ դեպքում այս 220 գրամը քանի ձագով կարող է ապահովի։ Եթե ձագերից յուրաքանչյուրը այս միջինների մեջ զանգվածը 40 գրամից մեծ կամ հավասար է և 50 գրամից փոքր կամ հավասար է, դե եթե մեզ մոտ բոլորը լինեն, բոլորը 40 գրամի լինեն, եկեք տեսնենք, թե ինչքան է մեզ անհրաժեշտ, որպեսզի գոնե 220 գրամ ինչ-որ ձև ապահովի։ Փորձենք քանակները դիտարկել, ինչպիսին կարող են լինել։ Ենթադրենք, թե կա օրինակ 5 ձագ, կամ եկեք 4 ձագից սկսենք, այստեղից կհետևի, որ նրանց զանգվածների գումարը պետք է 220 գրամ լինի, սա հիշենք, բայց նկատենք, որ քանի որ յուրաքանչյուրի զանգվածը 50 գրամից փոքր կամ հավասար է, հետևում է, որ նրանց ընդհանուր զանգվածների գումարը փոքր կամ հավասար է 4 անգամ 50 հավասար 200 գրամից։ Այսինքն ունենք հետևյալ, եկեք սա կողք բերենք և այստեղ ավելի հստակ նշենք։ Այն որ զանգվածների գումարը 4 անգամ 50-ից փոքր է կամ հավասար, որն էլ իր հերթին փոքր է 220 գրամից, 4 ձագի դեպքը մեզ չբավարարեց։ Ինքն տեսեք, ուղղակի օգտվում ենք այս վերևի ներքևի սահմաններից, ինչը և գիտեինք։ Եթե լինի 5 ձագ, հետևում է նրանց զանգվածների գումարը, եկեք ZG նշենք, զանգվածների գումարը
արտահայտության փոխարեն ու փորձենք արդեն հասկանալ ինչպեսին կլինի։ Դե 5 ձագ է, զանգվածների գումարը մեծ կամ հավասար է 40 անգամ 5-ից, որը հավասար է 200 գրամ։ Ահա, այսինքն ոչ մի խնդիր ներքևից չի ստացվում մեզ մոտ, որովհետև 220 գրամ պետք է ստացվի, բայց 200 գրամից մենք մեծ կարող ենք ստանալ։ Իսկ փոքր կամ հավասար է, ամենամեծը, ամենածանրը կարող է լինել 50 գրամ, ուստի կունենանք 5 անգամ 50 հավասար 250 գրամ։ Շատ լավ, ինչ ստացվեց սրա արդյունքում, եթե մենք 5 ձագ ունենանք, 5 ձագերի զանգվածը մենք կարող ենք 200-ից 250 գրամների միջև մոտարկել, կախված լինելով, թե ինչ զանգվածներով ձագեր ենք մենք վերցնում։ Այսինքն 5 ձագ ունենալու դեպքում մենք ինչ-որ օրինակ կարող ենք կառուցել, որպեսզի նրանց զանգվածների գումարը 220 գրամ լինի, բայց նկատենք, որ 4 ձագի դեպքում դա հնարավոր չէր, որովհետև նրանց զանգվածների գումարը միշտ 220-ից փոքր է լինելու։ Շատ լավ, իսկ եթե մենք ունենանք ոչ թե 5, այլ 6 ձագ, եթե 6 ձագ է, հետևում է, որ նրանց զանգվածների գումարը ինչպիսին կլինի։ Դե տեսեք, ինչ կարող ենք ասել սրա վերաբերյալ, 6 ձագ է զանգվածների գումարը, ինչից փոքր կամ հավասար կլինի 6 ձագերի զանգվածների գումարը 6 անգամ 50-ից, հավասար 300 գրամ, ոչ մի ձև հակասության սա մեզ չի բերում, իսկ ինչից մեծ կամ հավասար կլինի զանգվածների գումարը 6 անգամ 40, որովհետև ամենափոքր զանգվածը, որ կարող են ունենալ 40-ն է, այսինքն 240 գրամից, որն էլ իր հերթին մեծ է 220-ից։ Ստացվեց, որ 6 ձագ ունենալու դեպքում մենք միշտ նրանց զանգվածը 220-ից ավել ենք ստանալու։ Այսինքն այդ 6 ձագերի զանգվածը ոչ մի ձև չենք կարողանալու հավասարեցնել 220-ի։ Հետևաբար 6 ձագի իրավիճակը մեզ չբավարարեց, ինչպես նաև 4 ձագի իրավիճակը չբավարարեց, ուստի միջինների քանակը 5 ձագ է մեզ մոտ։ Եվ հետևաբար բոլոր կատվի ձագերի քանակն էլ կլինի 2 այստեղից, 5 այստեղից և 4 մյուս կողմից 11 ձագ։ Այսինքն պատասխան կունենանք 11 ձագ։ Շատ լավ։ Եկեք ամփոփենք խնդրի լուծումը, հասկանանք ինչ արեցինք։ Դե ունենք տվյալներ ու նախ առաջին քայլը, որ մենք արեցինք, դա այն էր, որ մենք հասկացանք 6-ից շատ ձագ է լինելու, միջիններ մենք ունենալու ենք, ու հետո արդեն սկսեցինք միջիններ փնտրել, ինչ-որ ձևեր։ Նշանակումներ կատարեցինք հետևյալ կերպ ու սկսեցինք արդեն եզրակացություններ անել ամենաթեթևների վերաբերյալ և ամենածանրների վերաբերյալ։ Հիմա, ինչ կարելի է սրանից հետո անել, դե մենք հասկացանք, որ միջինների զանգվածը, միջինների ամենացածրի զանգվածը, այսպես ասած, ամենաթեթևի զանգվածը 40 գրամից մեծ կամ հավասար պետք է լինի, իսկ ամենածանրի զանգվածը 50 գրամից փոքր կամ հավասար պետք է լինի, այսինքն սրանցից չպետք է դուրս գա միջինների զանգվածները այս սահմաններից, որտեղից էլ սկսեցինք արդեն եզրակացություններ անել տարբեր ձագերի քանակների վերաբերյալ։ Եթե 4 ձագ է լինում, պարզվում է, որ մենք նրանց զանգվածը ոչ մի ձև չենք կարողանում 220-ի հասցնել, որովհետև միշտ 200-ից փոքր է լինում։ Եթե ձագերի քանակը 5 է լինում, ահա այսպես, մենք կարողանում ենք ինչ-որ ձև մոտարկել, այսինքն տեսականորեն կարող է 200-ից 250 գրամների միջև լինել այդ 5 ձագերի զանգվածները, ուստի մենք կարող ենք օրինակ կառուցել, բայց 4-ի համար չէինք կարող, ինչպես էլ 4 ձագերի զանգվածները վարձնեինք, նրանց գումարային զանգվածը միշտ 220-ից փոքր էր ստացվում, իսկ 6 ձագի դեպքում արդեն ընդհակառակը 220-ից միշտ մեծ է ստացվում, ուստի 6 ձագի դեպքում էլ ինչպես էլ մենք ցանկանանք կառուցել, չենք կարող այնպես անել, որպեսզի նրանց զանգվածը ընդհանուր 220 լինի, եւ քանի որ 5 ձագի դեպքում կարող ենք մոտարկել, նշանակում է, որ հենց 5 միջին զանգվածով ձագեր էլ ունի կատուն, իսկ ընդհանուր ձագերի քանակը լինում է 11, բոլոր ձագերի քանակների գումարը։ Այսքանով տվյալ խնդրի լուծումը կարող ենք ամբողջությամբ ավարտել։